Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, դուք Միլայի խոհանոցում եք։ Այսօր ազգային խոհանոցից ձեզ եմ ներկայացնում մի արտակարգ համեղ բաղադրատոմս, բողջա, ինչպես ասում են մեր մեծերը, կապոց, ինչպես ասենք մենք այսուհետ։ Բարեկամներ, հիանալի առողջ համեղ ճաշատեսակ է, որը կարելի է հաճախ պատրաստել, որովհետև պատրաստման տեսակետից հեշտ է, միաժամանակ շատ շքեղ տեսք ունի, այնպես որ կարելի է հասարակ բաղադրիչներով շքեղ տոնական ուտեստ ստանալ։ Մեզ հարկավոր է տավարի փափկամիս, կարող եք համադրել նաև գառան մսի հետ, լավաշ է հարկավոր եւ բանջարեղեն։ Առաջին քայլով նախ միսը պետք է կտրատել քառակուսիներով։ Միսը կտրատում ենք մոտավորապես այս չափով, սիրելի բարեկամներ, ոչ շատ մանր, ոչ շատ խոշոր։ Ահա այսպիսի չափերի։ Փափուկ անջիլ միս է մեզ հարկավոր։ Ինչպես ասացի, կարող եք վերցնել նաև գառան միս։ Կտրատում ենք։ Կարելի է այս տեսանյութի անունը մտածել այսպես, ինչպես մի երկու բաղադրիչով ստանալ շքեղ տոնական ուտեստ։ Ահա այսպես, պատրաստելով կապոցիկ, ազգային խոհանոցի զարդերից է, սիրելիներս, բողջա անունը, ինչպես ասացի, հենց այս ուտեստին են ասում, բայց եկեք մենք ասենք կապոց ավելի հայեցի երևալու համար։ Միսը պետք է տապակել յուղով, սարի յուղ եմ օգտագործելու, եթե չունեք, օգտագործեք հալած կարագ, որովհետև այս ուտեստի ամենակարևոր բաղադրիչներից մեկը հենց յուղն է։ Թավայի մեջ ավելացնում ենք յուղ ու բավականին առատ, սիրելիներս։ Մի թեթև հալեցնում ենք և միսը անմիջապես ավելացնում յուղի վրա։ Չենք համբերում մինչև միսը յուղ ամբողջովին հալվի, մի անգամից միսը տեղափոխում ենք յուղի վրա։ Մինչ միսը տապակվում է, մենք տախտակը փոխում ենք և կտրատում սոխը։ Վերցրել եմ կարմիր սոխ, սիրելի բարեկամներ, պետք չէ շատ մանրացնել, ահա այսպես։ Հաստա էլ մի քիչ կտրենք, քառորդ մասով ամենաճիշտ չափն է։ Պետք է սոխը ահա այսպես բռնել, սիրելիներս, որպեսզի զգուշ լինենք, այդ դիրքով մատները չի կտրատվում։ Ու երբ միսը մի փոքր կարմրում ու տապակվում է, ես սոխն ավելացնում եմ վրա։ Բարեկամներ, հնարավոր է, որ միսը ամբողջովին եփված չլինի։ Ոչինչ, մի անհանգստացեք, մենք դեռ այն շարունակելու ենք եփել ջեռոցում։ Բարեկամներ, տեսեք ինչքան հյութ կուտակվեց, սա մսի հենց հյութն է, ծածկում ենք կափարիչով, որ շոգեխաշվի։ Մի 5 րոպե։ Տեսեք բարեկամներ, միսը բավականին իրենից հյութ արձակեց, ես հիմա ավելացնում եմ աղ, ահա այսպես։ Շուտով այս հեղուկը կգոլորշանա ու միսը կսկսի տապակվել, կարմրել, բայց հիմա ժամանակն է ավելացնեմ մի քիչ սև պղպեղ, ահա այսպես։ Հիմա, բարեկամներ, նկատում եք, ձայնից էլ արդեն պարզ է, որ միսը սկսեց տապակվել և հիմա ավելացնում ենք վրան սոխը։ Իսկույն խառնում ենք, ահա այսպես խառնում ենք, թողնում ենք սոխն ու միսը միասին տապակվեն։ Իսկ մենք այստեղ նախապատրաստում ենք պղպեղը, սիրելիներս, հեռացնում ենք սերմատուփը,
Պղպեղը բաժանում ենք, ահա, այսպիսի մասի, սա ևս հեռացնում ենք։ Եվ շատ մանր չենք կտրատում, ահա այսպիսի չափերի։ Այս մեկը մի քիչ մեծ եղավ։ Գունավոր պղպեղներ ենք օգտագործում, որ գեղեցիկ լինի մեր ուտեստը։ Նորից սերմատուփը հեռացնում ենք։ Այս ընթացքում չենք մոռանում խառնել մեր սոուսը։ Եվ երբ սոխը մի փոքր կարմրի, մենք ավելացնում ենք նաև պղպեղը։ Ճիշտ ժամանակն է ավելացնելու պղպեղը։ Ահա այսպես ավելացնում ենք նաև պղպեղը և խառնում։ Արդեն իսկ գեղեցիկ է և ախորժելի, բայց դեռ պետք է մի քիչ էլ տապակվի, որ կարողանանք ավելացնել նաև կանաչին։ Բարեկամներ, ես հիմա կտրատելու եմ կանաչին։ Այստեղ ինչ կանաչի ասես, որ չկա, համեմ, սամիտ, ռեհան, մաղադանոց, ամեն ինչ։ Հիմա մանր կտրատելու եմ, ավելացնեմ մսի վրա։ Խառնենք։ Գրեթե պատրաստ է միսը, այ հիմա ավելացնում ենք կանաչին։ Մեկ երկու խառնելուց հետո անջատում ենք, սիրելի բարեկամներ, վերջ անջատում ենք եւ անցնում հաջորդ գործողությանը։ Բարեկամներ, ուզում եմ տեսնեք, որ արդեն իսկ ախորժելի է եւ արդեն իսկ շատ համեղ տեսք ունի։ Եվ ահա այս լցոնով մենք պետք է պատրաստենք մեր կապոցները։ Հիմա պատրաստենք եւ ընթացքը դուք կտեսնեք։ Մսի վրա ավելացնում եմ նաեւ մի քիչ կարմիր պղպեղ, սիրելիներս, անջատելուց հետո։ Ավելացրեք ինչ համեմունք որ սիրում եք, այդպես եւս միսը ավելի համեղ կդառնա։ Վերջ։ Եվ այսպես, սիրելիներս, վերցնում ենք լավաշ, էլաստիկ, փափուկ լավաշ, հեռացնում ենք կողքի ահա այս մի քիչ կոշտ հատվածները, բայց սրանք ոչ մի դեպքում դեն չեն գցում, ոչ մի դեպքում։ Որովհետև եթե նույնիսկ այս ուտեստի մեջ չօգտագործենք, ապա անպայման մեկ այլ ուտեստի մեջ օգտագործելու ենք, օրինակ վանախաշի մեջ, որ նույն ինքը քյալագյոշն է, աղցանի մեջ, գուցե երեխաների համար չիպս պատրաստենք լավաշով, մի խոսքով, բայց օրինակ այս շերտերը մեզ պետք են գալու նաև այս ուտեստի մեջ։ Ահա այսպիսի կտոր ենք ունենում, սիրելի բարեկամներ։ Մեզ պետք է նաև մեկ այլ կտոր, որը կստանանք այս մյուս հատվածից, ահա այսպես նորից կտրում հեռացնում եմ կոշտ եզրը, կոր հատված ավելի ճիշտ, մոտավորապես նույնքան պահում եմ մյուս լավաշի համար և ահա այսպես մի քիչ նեղլիկ կտոր եմ կտրում, ահա այսպես, Եվ սա բաժանում եմ երկու մասի։ Այսպիսով մենք ունեցանք երկու
փոքրիկ շերտիկ եւ 2 համեմատաբար մեծ շերտ։ Սա մի քիչ ավելի մեծ է, սրա կողքերից էլ մի քիչ կտրեմ։ Ահա, այսպես հեռացնեմ։ Հավասարեցնենք իրար։ Ահա, այսպես։ Ջեռոցը նախապես տաքացնում ենք, սիրելիներս, 180 աստիճան։ Հիմա սա դնենք մի կողմ, հիմա ահա եւ մեր լավաշը։ Դրա մեջտեղի հատվածում դնում ենք փոքր լավաշիկը եւ լցոնում այն միջուկով, որ պատրաստել էինք։ Ահա այսպես։ Լավ լցնում ենք։ Եվ ձևավորում մեր կապոցը։ Կապոցը ձևավորում ենք հետևյալ կերպ։ Ահա այսպես վրա ենք բերում, բողջա ենք կապում։ Մի տեսակ ոնց որ փոքրիկ խինկալի լինի, փոքրիկ, ավելի ճիշտ մեծ։ Ահա այսպիսի կապոց։ Տեսեք։ Եվ կապոցը կապում ենք ինչով, ահա այս շերտով, որ կտրել էինք։ Շատ հանգիստ կապվում է։ Եթե չձգեք, չի պոկվի ոչ մի դեպքում։ Տեսեք, ինչ հիանալի կապոցիկ ստացանք։ Եվ այսպես պատրաստում ենք բոլորը տեղափոխում ջեռոց։ Ջեռոցի թիթեղի տակ, ահա այսպես յուղ ենք քսում, մեր կապոցները տեղափոխում թիթեղի վրա, ահա այսպես, և թխում ջեռոցում մինչև լիարժեք կարմրեն, սիրելի բարեկամներ։ Տեսեք, արդեն իսկ գեղեցիկ է, արդեն իսկ շքեղ տեսք ունի մեր ուտեստը։ Ահա եւ վերջ, սիրելի բարեկամներ, կապոցները պատրաստ են, հիմա կդնենք մաքրուցող ափսեի մեջ, գեղեցիկ կպատենք յուղով եւ կմատուցենք։ Բարեկամներ, վրձինը թաթախում ենք յուղի մեջ եւ պատում մեր կապոցները, ահա այսպես։ Ահա եւ վերջ, գեղեցիկ, շքեղ, կարմրաթուր եւ համեղ ուտեստը պատրաստ է։ Անպայման փորձեք, ձեզ շատ դուր կգա։ Սիրելիներ, չմոռանաք ինձ հետևել Instagram-ում, Facebook-յան իմ խմբերում եւ TikTok-ում։ Իմ բոլոր հասցեները այս տեսանյութի տակ են։ Սիրով ձեր Միլա։